ժամանակ արդեն դուրս կգան։ Եվ հնարավոր է կողքերից հավաքեն իրենց տանը։ Հիմա այդ 12-ն ընդհանրեն 11 հոգի, 11-ն ուղղ։ մեր օֆիսից կա։ Դե մեր օֆիսից դուրս դիգնի։ Դրսում սպասեն։ Կարա Մինչև մսեն մենք դուրս գան, հա, մինչև մենք գնանք։ Եկել են ուզում եմ ասեմ մեր օֆիսից։ Եկել են ասում անտեղ։ Աշոտի ազատ գնում ենք չարկերին քշեք։ Գհնչեն ապագա երկերը շեփորները հաղթական օրվա գահիտնի մեր նախնյաց երկիրը մոխրացած անցյալի վրա Ողջույն հարգելի ընկերներ։ Ինչպես տեսնում եք, մենք շարունակում ենք մեր ուխտագնացությունները սրբագործման նպատակով սրբավայրերի։ Այժմ մենք գտնվում ենք Արիտես սրբավայրում։ Իդեպ պետք է նշենք, որ առաջին անգամ բացարձակապես համընկնում է աղբյուրներում եղած անվանումը Ռուբեն Գրիգորյանի բացահայտման հետ։ Ինչպես նա բացահայտեց, այո, Արիտես է կոչվել սրբավայրը, ի սկզբանե։ Իսկ ինչու Արիտես, որովհետև ուղղակիորեն կապված է տեսողության հետ, եւ ֆիզիկական տեսողության, եւ հոգեվոր մտավոր տեսողության ակտիվացման հետ։ Լիլի ջան, մի փոքր այո ներկայացնենք, թե ինչ էր տիրում մինչ մեր այստեղ գալը։ Պատկերացնում եք 11 հակառակորդ դիցեր արդեն բավականին երկար տարիներ հաստատվել էին այստեղ եւ իրենցով էին արել այս սրբավայրը։ Մեր գալուց հետո, մեր սրբագործումից հետո իհարկե արարչի սրբագործումից ամեն անգամ պետք է սա կրկնել, որ մենք չենք դա անող, այլ արարիչն է անողը, պարոն Ռուբեն Գրիգորյանի հետ համատեղ, մենք էլ օգնում ենք այդ ամենին։ Այս 11 դիցերը այստեղից հեռացան։ Ուր հեռացան, շատ հեռու չեն գնա, ինչպես ասում են։ Այո, շատ հեռու չեն գնա, արարչի մոտ կգնան եւ արդեն նրանց տարան այստեղից եւ նրանք վառարան են գնալու։ Մի շատ հետաքրքիր բան բացահայտեցինք ճանապարհին, որ այօրինակ ես հարցնում եմ, լավ, սա սրբավայր է եղել, ընդ որում հիշեցնեմ, ասեմ, տեղեկացնեմ, որ սա Սուրբ Դից Հալդի սրբավայրն է։ Սա սրբավայր է, ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչ իրավունքով են նրանք այստեղ հաստատվում եւ արդյոք արարիչը նրանց չի արգելում այստեղ գտնվել։ Մի այսպիսի շատ հետաքրքիր պատասխան եղավ, որ ոչ, եթե նրանք գալիս են այստեղ հաստատվում են, արարիչը նրանց չի հեռացնում այստեղից, հույս ունենալով, տալով նրանց հնարավորություն, որ նրանք գտնվելով այս սուրբ տարածքում կվերափոխվեն, ինչ որ մի բան կփոխվի նրանց գիտակցության մեջ, նրանց գործունեության մեջ եւ դրական ազդեցություն կունենա։ Բայց ցավոք սրտի, այո, փաստը ցույց է տալիս, որ մինչ այժմ այդպես չի եղել, մշտապես տրվում է, այսինքն բոլորին մշտապես այդ հնարավորությունը տրվում է։ Եվ մեր սրբագործումներից հետո նրանք հեռանում են այդ տարածքներից։ Գոհար ջան, նշենք, որ ինչպես ասում են, կարմիր կովը իր կաշին չի փոխում, նրանք շարունակել են իրենց գործունեությունը եւ մինչ օրս շարունակել են։ Իդեպ երեկվանից այստեղ է եղել Գանոնա Դիցը, ով ի սկզբանե աշխատել է այստեղ, եւ այսօր արդեն ստանձնում է իր արտականությունները, ասենք, հաճելի պարտականությունները։ Մենք այսօր նրան դիմեցինք, Սուրբ Սրբոց Սրբերից Արարչին դիմեցինք բոլոր մեր խնդրանքներով։ Կարող եք գալ այստեղ դիմելու ձեր մերձավորների, հարազատների, ծանոթների մտավոր տեսողության բացելու
ակտիվացնելու համար, այսինքն այն բոլոր խնդիրների համար, որ խանգարում են մարդկանց ճիշտ կողմնորոշվել, ճիշտ գնահատել իրավիճակը, դրությունը ցանկացած հարցում, եթե պետք է արարչական գիտելիքների ուղղությամբ ուղղորդել մարդկանց, այստեղ խնդրեք նրանց համար, նաև ձեզ համար։ Այն հիմնադրվել է ՄԹԱ 859 թվականին, այսինքն ՄԹԱ 9-րդ դար։ Այո, Ուրարտական շրջանի սրբավայր է։ Եվ լինելով հալդի սրբավայրերից մեկը, կրկին հալդի սիրելի ժողովուրդ, գործել է որպես այդպիսին մինչև երկրորդ դար, մինչև 151 թվականը, եթե չեմ սխալվում։ 151 թվականը եւ հենց այստեղ աշխատել է Սուրբ Դից Գանոնան, ով Այսեմիկեի թորնուհին է։ Այո, ով կրկին ստանձնեց իր աշխատանքը այստեղ։ Այո, վերսկսեց։ Ինչպես ցույց են տալիս մեր հարցումները, սիրելի հետևորդներ, բանից պարզվում է քրիստոնեությունը դատարկ տեղում չի արմատավորվել, մինչ պետականորեն ընդունումը Հուդայի հեռանալուց հետո, Սուրբ Հուդայի, շատ ակտիվորեն հակառակորդ կողմը գործունեություն է ծավալել ամբողջ հայքի տարածքում եւ ավերումների տեսքով եւ սրբավայրերին տիրանալու տեսքով եւ ինչպես հետո կտեսնենք մի այլ սրբավայրում Շուտով այո կրթական օջախների ավերման յուրացման տեսքով, այսինքն այն ինչ որ կատարվում է այսօր, մինչև գիտական, կրթական հիմքը հիմնահատակ չավերվի, մինչև մոռացության չտրվեն գիտելիքները, նոր ոչ մի հասարակարգ չի կարող կառուցվել։ Այսօր գնում է նույն գործընթացը, եթե մենք իհարկե թույլ ենք տալիս, բայց մենք թույլ չենք տալիս։ Արդեն այնքան կորուստ ունենք, որ դրա վերականգնումը ինչ է, ամբողջ երկրագնդի եւ տիեզերակարգի փոփոխման արդյունքում միայն կարող ենք դա վերականգնել։ Պատկերացրեք 151 թվականից սկսվում է այդ գործընթացը։ Եվ միջնադարում իհարկե վերականգնել են, վերանորոգել են, այնուհետև յահուդների ձեռքով, գլխավորությամբ, բայց հայերի ձեռքով, այո, այն քանդվել է նորից, ավերվել է։ Մի մոտավորապես 300 տարի առաջ հիմնահատակ Ավելի ստույգ 260 տարի առաջ։ Կարգին քանդել են մի խոսքով, հիմնադրել են ավերման գործընթացը կարգին։ Բայց իհարկե այլևս այդ ավերումը չի շարունակվի։ Այս սրբագործումից հետո ամբողջ տարածքը սիրելի հարևան գյուղերի բնակիչներ, իմացեք, որ դուք ապրում եք այլևս սրբագործված սրբավայրի հարևանությամբ, ձեր բոլոր արդար խնդիրները գալիս եք այստեղ ուղղում եք Սուրբ Սրբոցարարչի։ Եվ ոչ թե արատես, այլ արիտես։ Այո։ Ոչ մի պատահականություն չկա։ Այժմ Լիլիթ ջան, մեր ընկերները այն կողմից մեզ կանչում են, եկեք, այստեղ մի շատ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Ինչ որ մի շատ հետաքրքիր աղբյուր են հայտնաբերել, փորձենք մոտենալ, հասկանալ, ոնց որ մենք հասկացանք։ Նո, մենք ենք հայտնաբերում, բայց վաղուց հայտնաբերված է արդեն։ Մենք իհարկե նման աղբյուրներ շատ ենք տեսել ամենատարբեր սրբավայրերում, հատկապես արտ երկրներում շատ տարածված է, այստեղ էլ իհարկե մոտենալ այդ աղբյուրներից ծորացող այդ ջրերից վերցնել, օգտվել, նրանք բուժիչ հատկություններ ունեն, բայց մեր բոլոր հարցումների արդյունքում պարզվել է, որ ոչ։ Նրանք չունեն այդ բուժիչ հատկությունները, բայց այստեղինը որքանով որ մենք լսեցինք, արձագանքները մեզ հասան, ոնց որ թե բուժիչ աղբյուրներ են, մոտենանք տեսնենք, թե ինչ աղբյուրի մասին է խոսքը։ Ինչ է այս ջուրը իրենից ներկայացնում, Տաթև ջան։
Այս քարից բխող ջուրը իրանց ներկայացնում է շատ բուժիչ ջուր այն մարդկանց համար, ովքեր ունեն խնդիր տեսողության հետ, դուք կարող եք լվալ ձեր աչքերը այս ջրով եւ ձեր տեսողությունը կվերականգնվի։ Եթե ուզում եք, դուք կարող եք վերցնել ձեր հետ եւ մի օրվա ընթացքում օգտագործել։ Նոր չէ եւ երկիրն արարված, բայց նոր է քո խոսքը, քո գործը, որ բերել է զարթոն կարտնացում, եւ անվերջ է քո կամքը, քո կյանքը, անցյալի հավերժի շաղկապում։ Գնչեն ապագա երկերը, շեփորները Սուրբ սրբոց երկնային և երկրային բիույներ, Սուրբ սրբոց դիթավ, Սուրբ սրբոց երկնային և երկրային բիույներ, շնորհակալ ենք այն աջակցության համար, որ տնտում է մեզանից յուրաքանչյուրին և մեր հայրենիքին, խնդրում ենք ներողամիտ լինել մինչ այժմ մենք կատարած խնդիրների և գրքերի համար, խնդրում ենք Աջակից եղեք մեր սահմանները պահող զինվորներին և օգնեք նրանց լինել միաբան, շարքապահ ու համաձայն իրենց սուրբ պարտականությունները կատարելիս։ Առողջություն և աշխատություն ենք խնդրում ձեր եկունով յուրաքանչյուր պահի համար։ Խնդրում ենք խափանեք ներքին և արտաքին, տեսանելի և անտեսանելի թշնամիների բոլոր խաղաղի ծրագրերը և օգնեք ազգին հայոց վերադառնալ իր նախկին միակ ճիշտ հաղորդանքին, միաբանված և հզորացած։ Հայրենիքներն մենք գտնվում ենք Զորաց եկեղեցում, այսպես կոչված, Երեք Սրբավայրի ոչ թե եկեղեցու վերաբերյալ, որային իրականում եղել է բագին։ Սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Զորաց եկեղեցի կոչվող սրբավայրում, որտեղից այսօր վտարվեցին 3 հակառակորդ դիցեր, մենք գիտեինք մեկն է, բայց 3-ն է վտարվել։ 3-ն են եղել փաստորեն։ Այո, հենց նոր իմացանք։ Մեր սրբագործումները շարունակվում են։ Հետևյալ ինֆորմացիան մեզ հաջողվեց պարզել պարոն Ռուբեն Գրիգորյանի շնորհիվ։ Սրբավայրը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 588 թվականին եւ 579 թվականին արդեն սկսել է գործել։ Ինքը եղել է բագին, սակայն գործող դիցը եղել է գրորունե դիցը Այսեմիկեի կորնուհին։ Սրբավայրի անվանումը, Սուրբ Սրբոց սրբերից Արարչի դրած անվանումը եղել է Ռոգոգունո, որի մեկնաբանությունը մենք դեռ չունենք, ինչպես գիտենք, տարերից յուրաքանչյուրը ունի առանձին իմաստ եւ մենք դեռ պիտի պարզենք։ Հենց նոր ճշտված բառը չենք կարող մեկնաբանել։ Իսկ ինչ գործառույթ է իրականացնում սրբավայրը։ Սրբավայրը իրականացնում է ֆիզիկական առողջության պահպանման, հոգեկան առողջության պահպանման, դեպրեսիաներից դուրս գալուն խնդրանքներին միտված գործունեություններ։ Ավելացնեմ նաև, որ նաև ձայնալարերի հետ կապված խնդիր ունեցողները, մեր շատ սիրելի երաժիշտ ընկերները, երգիչներ, երգչուհիները կարող են գալ այստեղ եւ խնդրել օգնություն։ Մինչ այժմ այստեղ են գալիս զորակոչիկները մեր,
այսպես ասած օրհնություն ստանալու, թող արարչի օրհնությունը մշտապես զինվորի հետ լինի, մեզ ասացին, որ զորած տարբերակը նույնիսկ ընդունելի է այս մեր ժամանակներում, որովհետև զորությունների մասին է խոսքը հենց ֆիզիկական եւ հոգեկան խնդիրների, չասենք հոգեկան խնդիրների, դեպրեսիաների, հյուծված վիճակների համար ուրեմն կարելի է գալ այստեղ։ Հեշտորեն դուրս գալ այդ վիճակներից։ Այո, հիանալի է։ Մենք այստեղ էլ հարգելիներս մեր խնդրանք առարարիչ դիմեցինք եւ սուպերպոդետնային տիրուհիների եւ սուպերպոդից հալդին դիմեցինք։ Այո, սրբագործված է, կարող եք գալ այստեղ խնդրել եւ ստանալ օգնություն։ Եվս մեկ անգամ հնչեցնենք, ում պետք է դիմենք այստեղ։ Սուրբ եւ երկրային տիրուհի Այսեմիկեի կորնուհին է, այո, գրորունն է, այո, դիցին։ Ահա։ Սուրբ Սրբոց երկրային եւ երկրային տիրուհի Այսեմիկեի կորնուհուն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
երկված են բոլոր երկերը Բան ասում եմ, ինչ-որ մարդիկ, բայց մենակ ոչիններ երևում։ Եվ հետո ինչ եղավ։ Այսինքն вообще թրել է։ Այս կանգնած է դիմացը, չոր էներգետիկալ լուսավոր կերպով էլի զգացվում է ինձ։ Ու հետո գնացին, բայց զգացի, որ էներգետիկան առաջ է գալիս, ու ոնց որ կողմսանի քամի տվեց, որտեղ ես կանգնեցի, կողմը քամի չկար։ Ուժը քամի տվեց եւ անցյալի հավերժի շաղկապում